Տարիներ շարունակ ձեզ ու էլի մի քանի ծնողների տեսնում ենք, ձեր որդիները ոչ պատերազմական շրջանում են զոհվել, տարիներ շարունակ ձեր բողոքով, պահանջով այստեղ եք լինում, դատախազության առաջ եք լինում, դուք կարծես նաև ընդունելության եք արժանացել կառավարությունում։ Ինչ փուլում է նորից ձեզ շարունակում ենք այստեղ տեսնել, ինչ է կատարվում, ինչ են ասում, որն է ձեր պահանջը այսօրվա դրությամբ։ Ուրեմն ես ասեմ, ես Նանա Մուրադյանն եմ, Վալերիկ Մուրադյանի մայրն եմ, իմ տղային սպանել են Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքի Հայկազով զորամասում։ Իմ տղային խեղդել են, հետո կախել են, իմիտացիա անելով իբր ինքնասպան ա եղել։ Իրան սպանել են, որովհետև ինքը ականատես ա եղել, ոնց են վառելանյութը գողանում մեքենաներից ու աֆիցերի գլխավորությամբ։ 18 թվականին, երբ որ վարչապետը Նիկոլ Փաշինյանը ընտրվեց վարչապետ, մեզ ընդունեց հենց այստեղ, երբ որ ինքը այնտեղ հարցազրույց էր տալիս, պատուհանից տեսնելով դուրս եկավ, մայրերին պիտի ընդունենք եւ ընդունեց մեզ, ուրեմն խոսեցինք, իհարկե բոլոր բաներով, լրատվական բաներով գցած էր, որ ինքը ընդունեց մեզ. Հետո էլ նաև ասեց խումբ կձևավորենք իրավաբաններից բաղկացած 6 իրավաբանից, 3 իրավաբան մեր կողմից, 3 իրավաբան ձեր կողմից եւ թող այս 5 քրեական գործը ուսումնասիրեն։ Տեսնենք ինչ ա լինելու։ Բայց մայրեր ջան, նաև ասեց, եթե պարզվեց, որ ձեր որդիները ինքնասպան են եղել, դժբախտ պատահարից ա եղել, էլ խոսակցություն չլինի, չշարունակվի, ասեցինք մենք համաձայն ենք։ Ուրեմն այդ 6 իրավաբանը միաձայն բոլորիս գործերով 5-ը այս քրեական գործը, որ ուսումնասիրել են, համոզվեցին, այո, խմբի ղեկավարն էլ եղել է ներկայիս գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ Իրանք համոզվեցին, որ այս գործերը սպանություն է եւ առանձին կարծիք ոչ մեկ այդ 6 իրավաբանից առանձին կարծիք, որ խոսքի համաձայն չի եղել այս մի կետին կամ այս մի կետին չի եղել նման բան, բոլորն էլ համոզվել են, որ այս գործերը սպանություն է, այս քրեական գործերը։ Եվ Աննա Վարդապետյանը յուրաքանչյուր գործից հետո ներկայացնում էր վարչապետին, որ այս արվեց, եւ մեր ներկայությամբ վարչապետին ասեց, որ այո, մայրերը ճիշտ են, ես գիտեի մայրերը էմոցիոնալ են խոսում, բայց իրանք ճիշտ են, այս քրեական գործերը սպանություններ է, եւ ասեց, որ պետք է այս քրեական գործերը վերավորակում ստանա եւ հոդվածները փոխի։ Ներողություն, գործերը քննվել են առանձին զեկուցվել է վարչապետին գործերի մասով։ Այո, ուսումնասիրել են առանձին 3 ամիս ամեն գործը ուսումնասիրել են ու իրանք համոզվել են, որ սրանք սպանություններ է, որի մասին նաև ազգային ժողովում իր նախընտրական ելույթի ժամանակ Աննա Վարդապետյանը խոսեց եւ ասեց, որ մայրերը ճիշտ են, միանշանակ ես գիտեի թե էմոցիոնալ են խոսում, բայց ճիշտ են։ Հետո հաջորդ այդ տարեկան զեկույցի ժամանակ ասեց, որ այս քրեական գործերով ամենքի գործով մի բան այն որ լոլեց, պատգամավորներին մենք դիմել էինք, որ հարց ուղեին Տրթած Սարգսյանը եւ Վիլեն Գաբրիելյանը, իրեն հարց ուղեցին գլխավոր դատախազին, որ այս մայրերը մինչև հիմա կանգնած են, ինչ եք դուք ասում, ասեց, որ այս գործերը ի սկզբանե իրեղեն ապացույցները ոչնչացված է, դեպքի վայրերը ոչնչացված է, ու դրանից հետո, լավ, հիմա մինչև հիմա քննություն ա գնում, եթե ի սկզբանե դեպքի վայրերը եւ իրեղեն ապացույցները ոչնչացված են։ Այդ ինֆորմացիան 19 թվականին նա ձեզ տրվել, որ իրեղեն ապացույցները ոչնչացված են։ Ազգային ժողովում ինքը ելույթ 19 թվական։ 19 թվականը չէ։ Սկզբանե մենք իմացել ենք, որ մեր երեխեքի իրեղեն ապացույցները կորսված են, ամեն ինչը բողոքները ինքը գործը ուսումնասիրելուց հետո այս գործերը 5 գործ ուսումնասիրելուց հետո հասկացան, որ ոչ մի իրեղեն ապացույց չկա, բոլորը ոչնչացված են։ Ու ինքը մինչև հիմա ասում է քննություն են տանում։ Եթե դու համոզված ես, ուսումնասիրել ես գործերը, որ իրեղեն ապացույցները ոչնչացված են, ինչի հիման վրա ես քննություն տանում։ Ինչի հիման վրա։ Դու խոստացար, որ պետքա գործերը վերավորակում ստանան։ Ու դու վերջին անգամ որ կառույցից են ձեզ ընդունել։ Գլխավոր զինվորական դատախազություն։ Երբ Անցածը ամառը։
կոնկրետ չենք կարա հիշենք Հուլիսի։ Ճիշտն ասած, երբ որ մենք գնում ենք գլխավոր դատախազի մոտ, որ մեզ ընդունի, որովհետև մենք 3 դիմում ունենք գրած, իհարկե չենք պատրաստվում նորից գնենք, երբ որ մենք գնում ենք դատախազություն, մեզ ասում են դիմում գրեք, հո մենք խաղալիք չենք, որ րոպեն մեկ ինչքան գրենք, որ մեզ ընդունի։ Աննա Վարդապետյանը մեզ միջնորդներով ասում է, որ պետք է գնաք զինվորական դատախազություն։ Ինքը մեզ չի ընդունում, կներես Նանա ջան։ Ինքը մեզ չի ընդունում, ասում է շահերի բախում կունենամ։ Ինչ շահերի բախում ա ունենում։ Եթե դու իրեղեն ապացույցները ոչնչացված ապացուցել ես, հաստատել ես, Փաշինյանին զեկուցել ես, որ այս գործերը սպանություն է։ Ինչի հետ ես դու շահերի բախում ունենալու։ Գլխավոր դատախազները, երբ որ մեզ ընդունել են, այդ շահերի բախման մասին չեն իմացել, որ ընդունել են մեզ։ Այսինքն ինչ շահերի բախում մեր գործերը։ Շահերի բախումը գլխավոր դատախազը հիմնավորում է նրանով, որ այդ խմբում ա եղել, հա, երբ որ Բայց դա կապ չունի, հիմա ինքը գլխավոր դատախազ է, երկրի գլխավոր, ու ինքը ամենալավը գիտի այս գործերում ինչ ա կատարվել։ Եվ ինքն էր վարչապետին ասում, որ այս քրեական գործերը պետք է վերավորակում ստանա, հոդվածները փոխվի։ Հիմա մեր պահանջը դա է, ինքը ոչ ընդունում է, ոչ բան, ու երբ որ մենք գնում ենք զինվորական դատախազի մոտ, վերջին անգամ ընդունելությունից հետո այս զինվորական դատախազ Էլիզ Բարյանը ասեց. Ժողովուրդ ջան, ես ինչ անեմ, ոչ մի բան չեմ կարա ձեր գործերով անեմ, ես ոչինչ չունեմ անելու։ Ստացվում է, քանի գլխավոր դատախազը Աննա Վարդապետյանն է, այս գործը սառեցված է լինելու, որպեսզի իբրև թե շահերի բախում Աննա Վարդապետյանը առաջի ստախոսն է։ Ինքը դատախազ չի, ինքը ստախոս է։ Ինքը այնքան որ արեց ամեն ինչ, Են ասում է ժողովրդի աշկերին թոս փչելու համար ինքը դարավ երկրի դատախազը, բայց առ այսօր մեզի չի ընդունում, որ ասի ծնողներ։ Բայց փաստացի սառեցվում է գործը, քանի ինքն է գլխավոր դատախազ։ Այո, որտեղ գնենք ասում ենք Աննա Վարդապետյանը։ Մեկնաբանություններ շահերի բախում, հա։ Այո։ Եթե իրեն ապացույցները ոչնչացված է, դեպքի վայրերը կեղծված է, ոչնչացված է, ինչ քննություն են անում, մեզ է հետաքրքիր, ինչ քննություն են անում։ Իբր թե ինչի հիման վրա էլ պետք է քննություն անեն, ծնողը լավ գիտի, որը որից հետո է։ Պիտանի չի։ Շուտով կառավարությունից որևէ ձև արձագանքում են Ոչ, Նիկոլ Փաշինյանը գիտեք ինչ էր ասում, կներես Նարինե ջան, ասում էր բերեք մի փաստ, տեսեք ես ինչ եմ անելու։ 5 փաստ ենք դեմ տվել։ Ասում եք դուք ոչ մեկի հետ գործ չունեք, ես եմ քրեական գործով բազմաթիվ փաստեր, 5 քրեական գործով բազմաթիվ փաստեր, 81 էջանոց փաստեր իմ ձեռքն է, 150 էջանոց մյուս ծնողի ձեռքն է, 80 քանի էջանոց էս ծնողի, մի խոսքով, այտենց այդքան էջանոց փաստեր ու աղի արդյունք էր խապում գործեր ուսումնասիրելու ժամանակ ելույթի ժամանակ ասում էր ես չեմ թողի որ այս մայրերի վերքը առնահոսի ու ի վերջո իմ երեխուն ինչի են Ղարաբաղ տարե մի հատ էլ միացրեք ես հիմա այս 15 տարի է ես շարունակ ասում եմ 18 թվականի դրությամբ 18 տարեկան զինվորը Հայաստանի միջազգայինորեն ճանաչված տարածքից դուրս ինչ գործ ուներ Ինչ գործ ուներ իմ երեխեն, որ այսօր բերասացն ենք ասում։ Հա, պարոն Փաշինյան, ինչ գործ ուներ իմ երեխեն Ղարաբաղում։ Մենք բազմաթիվ ուր էին դիմումի պատասխանները։ Բազմաթիվ դիմումներ ունենք գրած բոլոր մարմիններին։ Իրա բերանից է դուրս գալու։ Եվ արտգործնախարարին, եւ վարչապետներին այն ժամանակվանից, եւ դատախազներին, արդեն քանի դատախազ ու վարչապետ ու նախագահ ու չգիտեմ ինչեր ենք փոխել։ Գնացել Իրաստան նստել։ Այսօր մեզ մեղադրում են, ասում են Հայաստանն ներքաշել էր պատերազմի մեջ։ 18 թվին Հայաստանը պատերազմի մեջ չի եղել ժողովուրդ։ Մի խոսքով անօրինական տարել են։ Ու ով պետք է պատասխան տա։ Ի վերջով 18 տարի մենք պահել ենք այս երեխեք։ Եվ բազմաթիվ դիմումներ ունենք գրած եւ ոչ մի պատասխան չկա այս վերաբերյալ, այս որ հիմա վարչապետն ասում իր բերանով ու դե մի հատ թող մեզ կանչի, ասի մայրեր ջան, հեսա ձեր դիմումի պատասխանը։ Այսինքն նոր իշխանության եկած ժամանակ ձեզ հետ հանդիպել են, նորմալ վերաբերմունք ա եղել, հուսադրել են ձեզ, նորից քննություն է անցել, որի ժամանակ Աննա Վարդապետյանը հաստատել է, որ սպանություն է եւ ոչ ինքնասպանություն։ Այնուհետեւ Եվ ոչ միայն Աննա Վարդապետյանը, վեցը իրավաբան։ Իսկ որևէ կառույցի կողմից ընդունելությանը ասացիք վերջին անգամ մի քանի ամիս առաջ եք արժանացել, բայց բարբերաբար այստեղ եք լինում։ Հա, ամեն ինչ շաբթի մենք ստեղ ենք լինում։ Արդեն շուտով 16 տարի է այստեղ ենք։
15 տարի, դեկտեմբերի 21-ին։ Երեք գիտեինք, որ նիստը չկար, այսօր ենք եկել։ Մենք հետևում ենք բոլոր այդ նորություններին, որը երբ որտեղ ա լինում, ու արդեն այս տեղների սա հասել Արդեն ընտրությունները, ամեկ իրանց աթոռի համար են մտածում։ Ո՞վ պետք է մտածի մեր տղաների մասին։ Փաշինյան Նիկոլը դատախազին ասեց, որ ես իմ ձեռքերը լվանում եմ, դու այս գործերը քո հետ տար դատախազություն քեզ օժիտ, որ այնտեղ ավելի մանրակրկիտ ուսումնասիրես, այս գործերին լուծում տար։ Բայց սկզբից ոնց ասես, ճիշտ եմ հասկանում։ Մի բան էլ ասեմ, բայց ի սկզբանե ինքը ասեց, ոչ մեկից գործ չունեք, մենակ իմ հետ գործ ունեք, մայրեր։ Մենակ իմ հետ։ Իսկ ես վերջի անգամ ասեց, ձեռքերս լվանում եմ, քաշվում եմ մի կողմ։ Ամփոփելով, այսինքն ձեզ ընդունել է Նիկոլ Փաշինյանը ժամանակին, ձեզ խոստացել է, որ իր հետ գործ ունեք այս գործերով, այնուհետև տարիներ անց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին է հասցեագրում գործերը, վերջինս էլ ասում է, որ Շահերի բախում կա, չի կարող զբաղվել, ճիշտ հասկացա ձեզ։ Այո, Ոչ թե չի կարող զբաղվել, այլ չի ընդունում մեզ։ Չի կարող մեզ ընդունել։ Պատասխան չի կարող։ Հաստատի չի զբաղվում։ Չի զբաղվում։ Որ Շահերի բախում։ Այդ գործերս էս ծալած դրած։ Այո, երբ որ ինքը լավ տեղյակ է, հուզվում էր, ինքը հուզվում էր, Եվրոպայում է մեր գործերի ուսումնասիրում էր, հուզվում էր, ասում էր, ես սենց բան չեմ տեսել։ Նուժեր ինքը ի վերջով կին չի, Աննա Վարդապետյան։ Նուժերի դու կին չես։ Նու մայրը մի կողմ ենք դնում, գիտենք որ մայր եղել ես քու այն որ ասում է այդ քո անձնականն է, ինձ հետաքրքիր չի, բայց ի վերջով ծնողի դրության մեջ մտի, որ 19 տարի այս ծնողները պահել են ու դու լավ գիտես, որ երեխեքին սպանել են։ Իմ տղային մահացած են տարել գոսպիտալ։ Հադրութից տարել են գոսպիտալ, մահացած դիակը։ Աղի արցունք էր թափում։ Բա Աննա Վարդապետյան, դու իմանալով, որ իմ տղայի դիակը բերել են Մուրացանի գոսպիտալ ու դու լավ ուսումնասիրել ես։ Մի հատ նուժերի գլուխդ բարձին դնում ես, խիղճդ ինչ ա անցում։ Դիակը բերել են տակ հոթը, դուք հասկանում եք, սա ներսը խաշել էին իմ միացրել են, որ ցույց տան ծնողին, որ ինքը ողջ է։ Ծնողը այդ ժամանակ կնքում է իր երեխուն, որ նշխար բերանը տերտերը, սոսինձով բերանը կպած է, տերտերը շշկրված, չգիտի ինչ ասի, ինչ անի, ընդեղից դատախազներն ու Յուրի Բադալյան չեղածը, աչկերով ուտում են տերտերին, թե մի արա բերանը մի բացի։ Այսինքն մահացած զինվորին ուզում են ծնողին ցույց տան, որ ինքը ողջ է։ Ու այդքան բան Աննա Վարդապետյանը գիտի դուք հասկանում եք։ Ու այդ նույն բանը բացատրել է կետ Նիկոլ Փաշինյանին։ Նիկոլ Փաշինյանին Աննա Վարդապետյանը ընդհատում էր Արտուր Ղազարյանի գործերը կետ ներկայացնում էր։ Բա ինչ եղավ Աննա Վարդապետյան, դու ինքդ լավ գիտես, երկրի դատախազ, որ իմ տղային սպանել են, մահացած բերել են գոսպիտալում, տակ հոթ են տվել։ Դու ես էդի ուսումնասիրել իմ տղայի գործերը։ Իմ տղայի որ չկա, մի հատ փաստաթուղթ չունի, որ ես իմ տղային մնացել էր 4 ամիս, որ իմ տղան տուն պիտի գար։ Ինչ եղավ, բա ինչ եղավ, դե կանգնի հրապարակային ասա, այո, ծնողները ճիշտ են, իրանց տղաներին սպանել են, իրեղեն ապացույցներ, աշկների լույսն են կողել։ Դե թող ասի, ինչի չեն ասում։ Հիմա որ արդեն ընտրություններ է, չգիտեն ինչ անեն։ Իրանց աթոռների մասին են մտածում, ով պետք է պատասխան տա այս մեր տղաների համար։ Ով է պատասխան տալու։ Զինվորը կապիտան ա եղել, քարորյա պատերազմի հերոս ա եղել։ Հերոս ա եղել, ասում են ինքնասպան ա եղել։ Թուրքերին 70 թուրքի մենակ վերացրել ա ինքը գնաց ինքնասպան եղավ, այդ ինչ էր եղել։ Հեքիաթի ժանրից։ Իմ երեխեն այնքան ուժեղ էր, այնքան կամքի տեր էր, Վաշտի հրամանատար էր։ Մի ամբողջ վաշտ էր ղեկավարում։ Թալիշի պատերազմին այդ Փաշինյանը որ ասում է Լելեթեփե բարձունքը 3 անգամ գնաց է Ձորքաուզե որ պաշտպանի ասել են հետ արի։ Ով ասել։ Իրանց արած կեղտերը տեսնելով, սենց որ մենք ուսումնասիրում ենք չեն թողում որերը, տեսնում ենք արդար մարդ է էս։ Ոնց որ 44 ամեն զինվոր մի բան տեսել է դրա համար։ Մեղրի ու Կերանի երեխի գլուխը իր կաբինետում։